Իրան, Իսրայել, Ամերիկա պատերազմը, մարտական գործողությունները, դիտարկենք ինչը կարող է դառնա մեզ եւ մերձավոր արևելքի այս տարածաշրջանում եւ այդ ամենը դիտարկելով մենք պետք է հասկանանք, որ գոնե 2007-8 թվականից այդ տնտեսական կոլապսից, բանկային տնտեսական կոլապսից, այդպես հիբրիդային հակամարտություններ երեք բևեռների շուրջ ավելի է խորանում եւ մենք պետքա ընկալենք, թե որ ուղղվածությունն ենք ուզում։ Նախ մենք պետք է հասկանանք ինչ ենք ուզում, նոր ընկալենք, որ բևեռի շուրջ ենք ուզում։ Հիմա 2007 թվականից առնվազն աշխարհում ձևավորվել է 3 բևեռ՝ Չինաստանն է, Միացյալ Նահանգներն է եւ Եվրամիությունը։ Մնացած խոշոր խաղացողները Հնդկաստանը, Ճապոնիա, Հարավային Կորեա, այնտեղ Ավստրալիան, այնտեղ Բրազիլիա, Արգենտինա, Կանադա եւ Եվրամիությունը ասացի, որոշ չափով Ռուսաստանը դեռ ազդեցություն չունի, զուտ բենզակալոնկա է ու ռեսուրսային պահեստ է, ասած ասած։ Այդ ամենը ճամբարներ է ձևավորում մեկը մյուսի հետ միանան ու մենք մեր ամբողջ լրահոս քաղաքականություն ագիտացիան տեսլականները ձևավորված է Կրեմլի ռուսական պրիզմայով շահի շուրջ, թե Թուրքիայի, թե Պարսկաստանի, թե Ռուսաստանի, Եվրոպա, Ամերիկա, մերձավոր արևելյան տարածաշրջանը ռուսական տեսակետով, ռուսական շահով ձևավորված, մեր ազգային շահն ու դոկտրինան չկա։ Ասել որ մենք մեր ազգային շահն ու դոկտրինան չունենք, դա եւս լուրջ չի, որտեղ մենք ունենք, բայց այդ ազգային դոկտրինան շահը դա ռուսկի միրով, բոլշևիզմով, KGB-ի այդ կոմունիստական աշխարհայացական այդ համակարգն է, որը 91 թվականից հետո ձևավորվել է այդ իբրև թե կապիտալիզմ աշխարհով բանկային մոնոպոլ գներով այդ ամենը sense մի հատ ապականություն է ձևավորվել ու քաղաքական նարատիվները, տնտեսական ուղղվածություններն ու դոկտրինան ձևավորում է ում հետևից մտնել, որտեղ թազատեղ տեղավորվել, ոչ թե ազգային շահով, ազգային դոկտրինայով, որտեղ ազգային շահն ու դոկտրինան է ձևավորվում, ազգային նպատակն է ձևավորվում թե պետության մոդելը, թե տնտեսություն, թե բանակ, թե կրթություն, մշակույթ, նույնիսկ կրոն, ընտանիքը ձևավորվում է ազգային դոկտրինա։ Մեր ազգային դոկտրինան ձևավորված է բոլշևիզմով, ռուսկի միրով, դրան է գումարված այդ աշխարհայա մոնոպոլ գներով բանկային այդ թալանչիա կեղեքիչ համակարգը կոնսլադիա բանտանաստեղέφերմա համակարգը մենք պետք է դրանից ազատագրվենք ամենայն դեպս ես դրա տեգերողն եմ կողմնակիցն եմ որ մենք այդ ռուսկի միրի բոլշևիզմի այդ կոնսլադիա բանտանաստեղέφերմայի արժեքը համակարգով որը պետության մոդելը օրենքները տնտեսություն մշակույթ ընտանիք ամեն ինչ այդ ռուսկի միրի արժեքը համակարգի մեջ է ձևավորվել մենք պետք է ազատագրվենք դրանից որ ես ներկայացնեմ այդ մեր համամարտկային ազգային մեր պատմական արժեքը համակարգի ինքնատենդենսների շուրջ ձևավորված տեսլականը աշխարհի այդ երեք կենտրոնները Միացյալ Նահանգներ, Եվրամիություն ու Չինաստան մեկը մյուսի հետ կապված են, մեկը մյուսի հետ թշնամական են ու քանի որ Չինաստանը դեռ 19-րդ դարի այն ինչ որ եվրոպական երկրներն Ռուսաստանն, Միացյալ Նահանգներն դրել են Չինաստանի գլխին, մանջուրների անկոպան մանջուրների գլխավորությամբ դա Չինաստանը չի մոռացել, ուզում է վրեժխնդիր լինի, Եվրամիությունը ասում է դա եվրոպական երկրները Ամերիկան դա անցած էտապ է, Ամերիկան տենալով Չինաստանի հսկայական մարդկային ռեսուրսը ու զարգացող պոտենցիալը միջոցներ է ձեռնարկում, որ հեգեմոնիա չլինի, բայց այդ ամենը ասես խառնվել է ու մյուս մանիպուլատիվ ամեն կողմի քարոզչություն է իրականացվում, բայց մենք պետք է կողմնորոշվենք, որ մեր ազգային շահը որն է դրանում Եթե երբ մենք ռուսական այդ օկուպացիա, ռուսական նարատիվներով հայեցակարգը հասկանալով ձերբազատվենք, սկսենք ազատագրվենք, կտենանք, որ մենք պետք է համագործակցության եզրեր գտնել այդ երեք կենտրոնների միջև, բայց ավելի գերական իմ համար մերձավոր արևելքի ու եվրոպական կենտրոններն են, որտեղ դրանք են մեզ ամենամոտը։ Պարսկաստանի շուրջ բախումն ու ռմբակոծությունները միտված է
Չինաստանի թուլացմանը, Ռուսաստանին այդ մեծամիտ կայսրական ամբիցիաներով ձևավորված Ուկրաինայի վրա հարձակումը նույնպես օգտագործվում է Չինաստանի դեմ, որտեվ այն որ ինչ-որ պրոպագանդան անում է ռուսական նարատիվները, որ Եվրոպան, Ամերիկան ֆիտը տվեց հարձակման եղբայրական Ուկրաինայի վրա, դա աբսուրդ է, այն փողերը, որ Ռուսաստանը ծախսում է պատերազմի վրա, Ուկրաինայի նույն սլավոն ժողովուրդն են, Ուկրաինան ռուսները, նույն սլավոն ժողովուրդն են։ Կարար փափուկ ուժով, տնտեսությունով, մշակույթով, կորպորատիվ կապերով Ուկրաինան ներգրավել իր մեջ, դա աբսուրդ է, այդ պրոպագանդային մի հավատացեք։ Եվ այսպես մեր ազգային դոկտրինան պետք է հիմնված լինի կայունության, ապահովության, զարգացման, բարեկեցության տեսլականի շուրջ, եւ այդ ամենը եթե մենք ընկալում հասկանում ենք, որ ռուսական այդ օկուպացիոն ռեժիմից պետք է ազատվենք իր գործակալական ցանցերով, լինեն այդ Տաշիր Սամո, այնտեղ Քոչարյան, Դոդի Գագոյ եւ այլ, ու Էնմիչ Թևը, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դրանք Կրեմլիազար գործակալական ցանցերն են, որոնք ինչքան էլ իրար հետ թշնամական են, միևնույն է իրենք երկուսն էլ նարատիվ են առաջնահերթություն են տանում Կրեմլի ու Ռուսաստանի շահը ու ի նպաստ Ռուսաստանի են աշխատում։ Մենակ 3000 հատ պարկ գույքի դիմաց այդ գործառույթից հետո ռուսական ընկերություններ կան սեփականություններ ունեցող մեր երկրում, որ քամում են մեր ամեն տեսակ ռեսուրսները, այնտեղ հանքերը, այնտեղ երկաթգիծն է, էլեկտրականությունն է, այնտեղ կապն է, սա ռուսական են, մնացած խոշոր ձեռնարկությունները, այդ Yandex-ն է, հաշվապահական ծրագրերն է, այնտեղ ամեն ինչը ռուսական կոնտրոլի ներքո է ու ռուսական նարատիվներով է։ Մենք այդ ամենը պետք է ազատագրենք, մեր ազգային դոկտրինան էլ ձևավորենք մերձավոր արևելյան ու եվրոպական կենտրոնի հետ առաջնահերթությունում Ամերիկա-Չինաստան փոխհարաբերությունների ձեռնարկումով, որտեղ եթե տենց նայենք, հենց Չինաստանը նենց չի, մենք ռուսկաները Ռուսաստանին ատենք չսիրենք, չինացիները ռուսներից հազարապատիկ վերան են, հազարապատիկ անողոք են, ի տարբերություն ռուսների, չինացիները հետևողական են, ռուսները կան սահմռկեցուցիչ ծրագրեր, օրենքներ ընդունեն, 2-3 ամիս հետո մոռանան, դրանց հետ տևելը այդքան էլ էական չլինի, բայց չինացիները չէ, քայլ առ քայլ իրենք իրականացնում են։ Այդ ամենը մենք պիտի հաշվի առնենք, որ Թուրքիան, Պարսկաստանը, Ռուսաստանը երեքն էլ մեզ հայերից դիտարկում են որպես իրենց ձիու այդ թրիքին հավասար, ձիու հետևից վազող, իրենց այդ աստիճարների, կազակների, բոզուկների տենց սպասարկող անձնակազմ է մեզ երևակայում ու տենց էլ վերաբերում են, իրենք ինչքան էլ Պարսկաստան, Թուրքիա, Ռուսաստան իրար հետ կզբրտեն, նրանք միևնույն է համակարծիք են մի շահի շուրջ, որ մեզ հայերս պետք է իրենց ստորադած ենթակա իրենց գոմում անասնատեսակներից մեկը լինենք։ Այդ ամենը եթե մենք պարզում ենք, դիտարկում ենք, շատ հարցեր իր տեղն են գնում, մենք հասկանում ենք ինչ քայլեր ձեռնարկենք, որտեղ գերագույն նպատակ ես որոշում տուն, շենք կառուցելուց, որոշում ես այդ շենք շինությունը ինչի համար է ծառայեցնելու, հյուրանոցագործարանա, բնակելի տունա, չգիտեմ, կառավարական, չինովնիկական համակարգա, ռազմական բազա է, նույնն էլ ավտոմեխանիզացիան գնելուց առաջ որոշում ես դա ինչի համար ես օգտագործելու, նպատակդ ո՞րն է, ըստ դրա դու տեխնիկա ես գնում, հանքերի համար է, ավտո տեղափոխում է, ապրանքատեղափոխում է, մարդ ես տեղափոխում ու ապրանք, թե մենակ կանոնավոր ուղեղով փոխադրում ես իրականացնում ավտոբուս, գազել, մազել, թե տաքսի, այդ ամենը ձևակերպում ես, նոր ես կառուցում, նոր ես իրականացնում քո քայլերը։